Կոպենհագենում մեկնարկում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, որի շրջանակում անվտանգության հատուկ միջոցառումներ են ձեռնարկվել։ Այդ թվում Դանիայի օդային տարածքում արգելվել են բոլոր տեսակի անօդաչուների թռիչքները։ Մինչ այդ հոկտեմբերի 1-ին Եվրոպական խորհրդի ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ Եվրամիության երկրների ղեկավարները Կոպենհագենում քննարկել են ռուսական անօդաչուներից ԵՄ արևելյան սահմանների պաշտպանությունն ուժեղացնելու եւ ԱԹՍ-ների դեմ այսպես կոչված պատ կառուցելու պլանները։ ԵՄ անդամ երկրների ղեկավարները Ռուսաստանին մեղադրել են կառույցի օդային տարածքը խախտելու համար, մասնավորապես Լեհաստանում եւ Էստոնիայում։ Իտալիայի վարչապետը կոչ է արել, որ Եվրոպայի հարավային սահմանները նույնպես չանտեսվեն, իսկ Ֆրանսիայի ղեկավարը շեշտել է զսպման կարևորությունը հեռահար հարվածներ հասցնելու կարողությունների միջոցով։ Կրեմլի խոսնակը քննադատել է անօդաչուների դեմ պատ կառուցելու քննարկումները։ Դմիտրի Պեսկովի խոսքով պատմությունը ցույց է տվել, որ պատեր կառուցելը միշտ վատ է։ Բացի այդ, ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ քննարկվել է ռուսական սառեցված ակտիվներից ստացված եկամուտների օգտագործման հարցը Ուկրաինային վարկեր տրամադրելու համար։ Եվրամիության ոչ բոլոր երկրներն են կողմ այս գաղափարին, հաշվի առնելով խնդրի իրավական կողմը։ Իսրայելական ուժերը կալանել են Գազա հումանիտար օգնություն տեղափոխող նավատորմի 10-ից ավելի նավ եւ ձերբակալել որոշ ակտիվիստների, այդ թվում շվեդ բնապահպան Գրետա Թունբերգին։ Նավատորմը բաղկացած է 40-ից ավելի նավից, որոնց վրա գտնվում է շուրջ 500 մարդ։ Սա հումանիտար ամենախոշոր առաքելություններից մեկն է, որը փորձում է ծովով օգնություն հասցնել Պաղեստինյան անկլավ։ Ակտիվիստները հայտնել են, որ իսրայելցի զինվորականներն ագրեսիվ գործողություններ են ձեռնարկել մի քանի նավի նկատմամբ։ Դրանցից մեկին նավով հարվածել են, եւս երկուսի դեմ կիրառել են ջրցաններ։ Տախտակամածին գտնվողները չեն տուժել։ Իր հերթին Իսրայելի արտգործնախարարությունը հայտարարել է, որ մի քանի նավ անվտանգ կերպով կանգնեցվել են, իսկ նրանց ուղևորները տեղափոխվել են իսրայելական նավահանգիստ։ Ակտիվիստներն Իսրայելի գործողություններն անվանել են անօրինական, նշելով, որ դրանց նպատակն է Գազայի մեկուսացումը շարունակելը։ Իսրայելական կողմի պնդմամբ նավատորմը խախտել է ծովային օրինական շրջափակումը։ Հունաստանում, Իտալիայում, Թունիսում եւ Թուրքիայում մարդիկ ցույցի են դուրս եկել բողոքելով նավերի կալանման դեմ։ Կոլումբիայի նախագահը միջադեպն անվանել է միջազգային հանցագործություն։ Երկրից արտաքսել է իսրայելցի դիվանագետներին եւ դադարեցրել Իսրայելի հետ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իռլանդիայի վարչապետը նավերի կալանման միջադեպը մտահոգիչ է որակել։ Թուրքիայի նախագահը դա անվանել է ահաբեկչական գործողություն։ Մինչ այդ Իսրայելը Գազայում շարունակում է ռազմական գործողությունները, իսկ Համասը քննարկում է պատերազմն ավարտելու ամերիկյան նոր ծրագիրը։ Ըստ տեղեկությունների, արաբ եւ թուրք միջնորդները փորձում են ճնշել Համասին, որպեսզի դրական պատասխան տա, սակայն շարժման բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն ասել է, որ առաջարկն ամենայն հավանականությամբ կմերժվի։ Առաջիկա 2 օրվա ընթացքում ԱՄՆ դաշնային աշխատողների զանգվածային կրճատումներ կսկսվեն կառավարության աշխատանքի մասնակի դադարեցման պատճառով, հայտարարել է Սպիտակ տան խոսնակը։ Գրեթե 7 տարվա ընթացքում առաջին շաթդաունը սկսվել է հոկտեմբերի 1-ին, այն բանից հետո, երբ հանրապետական եւ դեմոկրատ կոնգրեսականները չկարողացան համաձայնեցնել բյուջեի նոր նախագիծը։ Սպիտակ տանը տեղի ունեցած մամուլի ասուլիսում փոխնախագահ Ջեյ Դի Վենսը դեմոկրատներին մեղադրել է քաղաքական խաղերի համար։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն եւս շաթդաունի համար մեղադրել դեմոկրատներին, նշելով, որ այս իրավիճակը խաթարում է Միացյալ Նահանգների դիրքերը համաշխարհային ասպարեզում եւ սպառնում երկրի ազգային անվտանգությանը։ Դեմոկրատները ցանկանում են ստանալ առողջապահական նպաստների պահպանման շուրջ երաշխիքներ, նախքան կհամաձայնեն ծախսերի պլանին։ Հանրապետականները պնդում են, որ դա հարկատուների վրա ֆինանսական մեծ բեռ կլինի։ Ըստ վերլուծաբանների, կառավարության ֆինանսավորման դադարեցման պատճառով ժամանակավորապես կկրճատվի դաշնային աշխատողների շուրջ 40%-ը, մոտ 750,000 մարդ։ Ռուսաստանը եւ Ուկրաինան կրկին հայտնել են փոխադարձ հարվածների մասին։ Ուկրաինական անօդաչուները հարվածել են Սարատովում եւ Էնգելսում գտնվող մի շարք օբյեկտների։ Վոլգոգրադի, Սարատովի եւ Աստրախանի օդանավակայանները ժամանակավորապես փակվել են։ Իսկ ռուսական հարվածների պատճառով Օդեսայում դադարեցվել են էլեկտրամատակարարումը եւ ջրամատակարարումը։ Մեծ հրդեհ է բռնկվել։ Ռուսական հարվածների հետևանքով ավելի վաղ Չեռնոբիլի ատոմակայանում արտակարգ դրություն էր ստեղծվել։ Դադարեցվել էր էլեկտրամատակարարումը։ Միևնույն ժամանակ The Wall Street Journal-ը հայտնել է, որ ԱՄՆ նախագահը թույլատրել է Ուկրաինային հետախուզական տվյալներ տրամադրել Ռուսաստանի տարածքի խորքում գտնվող էներգետիկ օբյեկտներին հրթիռային հարվածներ հասցնելու համար։ Ընդ որում, ըստ պարբերականի, Վաշինգտոնը ՆԱՏՕ-ի այլ երկրներին խնդրել է անել նույնը։ Ֆիլիպիններում տեղի ունեցած 6.9 մագնիտուդով երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 70-ը, մոտ 300 մարդ վիրավորվել է։ Հոկտեմբերի 1-ի գիշերը գրանցված ստորգետնյա ցնցումների պատճառով վնասվել են էլեկտրալարեր, կամուրջներ եւ բազմաթիվ շենքեր։ Հիմնականում տուժել է Սեբուի նահանգը, որտեղ աղետի դրություն է հայտարարվել։ Երկրաշարժից 1 շաբաթ առաջ Ֆիլիպիններին հարվածել էին թայֆուններ, որոնց հետևանքով զոհվել էր ավելի քան 20 մարդ։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։